գրառում, հանրային տիրույթում կամ ցանկացած միտք ենթարկվել է ստուգման, ոստիկանական աշխատակիցները, ոստիկանության ծառայողները այցելել են բնակության վայրեր եւ հարցրել են, թե տվյալ գրառման ներքո կա որևէ դեպք, որը կարող է կոնկրետ տրամադրվել ոստիկանությանը, որովհետեւ մենք պատշաճ իրավական պետությանը բնորոշ ընթացակարգերով ընթացքավորեն եւ հասկանանք, թե ո՞ր դպրոցում է թմրանյութի ապօրինի շրջանառությունը։ Պարոն Մանուկյան, մինչ այս պահը ես ունեցել եմ 0 հաղորդում եւ 0 նույնիսկ օպերատիվ ճանապարհով տվյալի փոխանցում, եթե նույնիսկ մենք այն տրամաբանության մեջ ենք, որ ցանկալի չի հաղորդում ներկայացնել ոստիկանությանը, տվյալը տանք, դուք գնացիք ինչ ուզում եք արեք այդ տվյալի հետ։ 0 տվյալ համացանցում տեղ գտած գրառումներով, 0 տվյալ։ Հիմա ես կարող եմ, ես շարունակեմ պարոն Քոչարյան, որտեղ հարցերը շատ են։ Հիմա ես կարող եմ ասել եւ օբյեկտիվորեն նշել, որ այն աղմուկը հանցավորության մասով որ կա, դա մեդիա տիրույթի աղմուկ է։ Չթիրախավորելով որևէ մեկին։ Ես կարող եմ ասել, որ եթե կա գրառում, որի հետ կապված որ որևէ հաղորդում չի ներկայացնում ոստիկանությանը, ինչ ապօրինի շրջանառության մասին են խոսում անչափահասների շրջանում, կարող ինձ ասել։ Ինչու է պիտակավորում մի ամբողջ սերնդի, երբ որ չկա հավաստի տվյալ։ Ինչու։ Մենք այդքան հոգատար ենք մեր անչափահասների նկատմամբ, որ ուզում ենք նրանց վերագրել մի բան, որ իրականությանը չի համապատասխանում։ Այո, կան բացառիկ դեպքեր, եւ ես չեմ խորշում բարձրաձայնել այդ բացառիկ դեպքերի մասին, նկատում եմ անչափահասների շրջանում կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները։ Եվ սա է պատճառը, որ ես ստացել եմ նախարարության քաղաքականություն եւ ոչ թե փորձում են ծածկադմփոց անել, խղճալ ինչ-որ մեկին, մտածել ինչ-որ մեկի հեղինակության մասին, այլ մենք մտածում ենք մեր պետության, մեր երեխաների հեղինակության մասին եւ ես արդեն 9 միջնորդություն եմ ուղարկել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին այն հիմքով, որ դպրոցը տեղյակ է եղել իրադարձությանը եւ պատեհ պահին չի ինֆորմացիա տրամադրել ոստիկանությանը, որպեսզի իրավապահը կարողանա իր աշխատանքը կառուցել ըստ այդմ։ Վստահ եմ, որ Տիկին Անդրեասյանը կիսում է այս մոտեցումը եւ մենք հետեւողականորեն բոլոր դեպքերին արձագանք տալու ենք։ Բայց սրա կողքին ընդհանուր ձևակերպումներով ասել, այ անչափահասների շրջանում թմրանյութերը գաղթում են, ում օգտին են ինչ-որ մի արձանագրում անում։ Մեր անչափահասների։ Եթե չկա նման բան, ում օգտին են այդ արձանագրումը անում։ Ինչու ենք մենք ուզում ստանձնել անչափահասների պիտակավորման process, ինչու։ Ես դա որպես ներքին գործերի նախարար հաստերով, ոչ թե էմոցիոնալ կամ ինչ-որ գրառումներով, հաստերով թույլ չեմ տալու։ Այո, կան խնդիրներ, այո, կան անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունների մասով որոշակի դրվագներով աճ։ Այո, կան անչափահասների կողմից կատարվող հանցագործություններով որոշակի աճ։ Բայց իմ խնդիրն է որպես նախարար առաջին հերթին թույլ չտալ, որ իրականություն ներկայացվի մեր անչափահասների մասով, այն ինչ որ իրականությունը չի համապատասխանում, եւ երկրորդը հասկանալու, գնալու խորքը եւ տեսնելու թե մենք ինչպես ենք լուծում այս խնդիրը։ Սա շատ կարևոր է եւ մենք եթե ուզում ենք հոգատար վերաբերմունք ցուցաբերել մեր անչափահասների նկատմամբ, մենք պիտի նախ զտենք իրական պատկերը եւ հետեւողականորեն գնանք կոնկրետ իրադարձության հետևից։ Եվ ընդհանուր առմամբ նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառությանն են երբ որ անդրադառնում, համակարգի ռեսուրսը շարունակվելու է ամբողջ էներգիայով, առավելապես ուղղվել ներմուծման եւ արտադրության շղթայի հետևից։ Ես չեմ պատրաստվում պոպուլիստական ճանապարհով գնալ եւ ունենալ 100,000 դեպքերի արձանագրում մանր չափերով, բայց տեսադաշտից դուրս թողնել կամ չտեսնելու տալ այն 11 կիլոգրամներով թմրանյութը, որը կարող է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունը կարող է տարանցիկ գոտի հանդիսանալ այս տեսանկյունից։ 768 կիլոգրամ հենց այս ռազմավարական մոտեցման արդյունքում է դուրս բերվել ընդհանուր շրջանառությունից 80%-ով ավելի, քան անցած տարվա կտրվածքով էր։ Հիմա ինչ պիտի անի։ Երկու տարբերակ կա։ Կամ թողնենք, որ այս 768 կիլոգրամը ներս գա Հայաստանի Հանրապետություն եւ 100,000-ավոր մարդիկ օգտվեին այս թմրանյութից։ Եվ մենք ունենայինք խեղված նաեւ ճակատագրեր, մի մասը կարողանայինք բացահայտել, մի մասը չկարողանայինք բացահայտել։ Եվ երկրորդ տարբերակ, ընդունել, որ կարող են մանր տարբեր դեպքեր լինել, որոնք կարող են ռեսուրսի ոչ բավարար լինելու հետևանքով դուրս մնալ այդ պահին տեսադաշտից, բայց շատ մանր չափեր, բայց կենտրոնանալ խոշոր խմբականների վրա եւ լուծել հանրության ավելի կարեւոր խնդիրը թույլ չտալով սրա օգտագործումը տարբեր անչափահասների, չափահասների չեմ ուզում տարաճապել խմբեր եւ այն դիրքավորում ունենալ, որ անչափահասը կարող է չի օգտագործում։ Հիպոթետիկ։
Մենք գնացել ենք հենց այս ճանապարհով եւ ես շարունակելու եմ քրեական ոստիկանության ամբողջ ռեսուրսը օգտագործել մեծ խմբականակների բացահայտման ուղղությամբ, կոտրելով ներմուծման եւ արտադրության շղթան։ Եթե մինչ այս պահ այս ռազմավարական մոտեցումը չի եղել, կամ մեզ թվային պատկերն ավելի գրավիչ է թվացել, որ դուք տեսնեիք ոչ թե ենթադրենք 100,000 դեպք են բացահայտել, այլ 50,000, ես չեմ վախենում ուղղակի արձանագրելու, որովհետեւ թվերն են կարևոր, այլ բովանդակությունը։ Եթե 768 կիլոգրամ արգրավելով պիտի ունենանք ավելի նվազդ վիճակագրության մեջ եւ հարցեր առաջացնենք, թող ունենանք այդպիսի պատկեր, ես հարցերից իրոք պատրաստ եմ պատասխանել։ Բայց չեմ գնալու որևէ տարբերակով թիվ նկարելու կամ թիվ ցույց տալու եւ բովանդակությունը մի կողմ թողնելու ճանապարհով։ Եվ նայ սա է պատկերը եւ մենք ենք շփվում, պարոն Արտեմյան բնակիչների։ Պատկերացրեք, մենք ենք շփվում, մենք ենք գիտենք ընկալումները։ Դա է պատճառը, որ ի տարբերություն այս խոսակցությունների 2026 թվականի փետրվարին այն հարցումներով, ի տարբերություն 25 թվականի հունիսի, աճել է ոստիկանության նկատմամբ վստահության թիվը։ Մեր քաղաքացիները չեն հասկանում ինչ է կատարվում։ Ոստիկանությունը չեն վստահում, բայց մեր վստահության թվի աճում է։ Եթե այդպես լիներ, ինչու 2025 հունիսին որոշ դեպքերով նվազում ունեն։ Սա իրական պատկերն է, ես հեռու եմ այն մտքից, որ մենք չունենք խնդիրներ, որովհետև ես այդ խնդիրները X եմ արձանագրել։ Ինչ թե արդարադատության նախարարի տեղակալ եմ եղել, ով զբաղվել է ոստիկանության ոլորտի բարեփոխումներով, եւ թե ներքին գործերի նախարարի տեղակալ, հիմա արդեն ներքին գործերի նախարար։ Կա մի մարդ, որ ինձանից շատ ոլորտի խնդիրների մասին խոսել է։ Կա մի մարդ։ Այս բոլոր փոփոխությունները ով է նախաձեռնում։ Ներքին գործերի նախարարությունը։ Եվ այդ բանալը Ես ընդհանրապես արձանագրումներ եմ անում, պարոն Քոչարյան, որովհետև եթե ներքին գործերի նախարարության համակարգը եւ կառավարությունը ընդուներ, որ չկա խնդիրներ, որևէ բան ներքին գործերի